ասեք, թե ինչ եմ բերել ձեզ համար, ոնց էի կարոտել, թույլ տվեք մի հատ ամուր Ինչ անհամբերությամբ եք սպասել, այս հանդիպմանն ու զրույցին։ Զրույցին, ասացիր զրույցին, գիտես հենց այս պահին մտովի մի շատ գեղեցիկ հուշարտնացավին մեջ, գիտեք, մեր մեծերը, մեր հանճարեղ մեծերը, մեր ավանդապահ, հայրենասեր, խոսքաշեն մեծերը, երբ հավաքվում էին որևէ գեղեցիկ առիթի, նրանք անպայման ողջունելուց հետո միմյանց բարեմաղթանքի հրաշալի խոսքեր են հնչեցնում։ Ես էլ ցանկանում եմ լինել նրանց ավանդույթ շարունակողը և մեր սիրելի հյուրերին դիմել, բարի գալուստ, բարով եք եկել, թող որ ձեր ամեն լուսաբաց խաղաղ երկնքով, պայծառ արևով ու օրհնությամբ բացվի, թող որ ձեր շեներն ու օջախները Մարան միշտ բաց լինի, հյուրասիրության և բարության համար, թող մեր սեղանի շուրջ նստեն ոչ միայն մարդիկ, այլև սերը, համերաշխությունը ու խաղաղությունը։ Մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը ոչ թե ոսկին է, այլ հոգին, թող որ այդ ոգին երբեք չմարի։ Թող հայրենի հողը միշտ լինի ոտքերի տակ, սուրբ խաչը գլխավերևում, մորհնանքը սրտիդ մեջ, թող սեղանը լի լինի բարությամբ, տունը սիրով։ Թող յուղի ծուխը միշտ բարձրանա, թող որ դաշտերը լինեն պտղաբեր, որովհետև այդ ծուխը և այդ պտուղը մեր կյանքի նշաններն են։ Թող հայ երիտասարդի սիրտը լինի բարի ու քաջ, թող նա երբեք չմոռանա իր հողը, իր լեզուն և իր մայրական օրհնակը։ Հայրենիքը հող չէ միայն, հայրենիքը սուրբ խաչ է, որ պիտի պահես սրտիդ մեջ։ Հայրենիքը այն հողն է, որին քո քրտինքը պիտի կաթի, եթե հողին չկապես, սիրտդ երբեք խաղաղ չի լինի։ Թող հայի սեղանից երբեք չպակասի, հացը, աղն ու գինին, թող երգն ու աղոթքը միշտ ուղեկցի մեր օջախներին։ Կարծում եմ շատ տեղին է բուռն ծափարություններ։ Որոնք մեր ներկաներին, մանավանդ երիտասարդ տարիքի երեխաներին կսովորեցնեն հայրիկի կյանքի մասին, կպատմեն իր ստեղծագործական գործունեության մասին և հուսանք մեր այս միջոցառման արդյունքում դուք ավելի շատ կճանաչեք և դրա արդյունքում հաստատ ավելի շատ կսիրեք մեր հայոց երգի հայրիկին։ Let
ողջ եւ առողջ, թող նրա մեջքը շատ ամուր լինի, պինդ լինի, եւ թող որ նա դառնա շալկատար, իր ընտանիքի հոգսը կարողանա պատվով տանել, ապա այդ պարանը խնամքով դնում թորնիկի գլխատակին։ Տատը հեռանալով ներս է մտնում ընտանիքի հայրը եզերական նարեկը ձեռքին։ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, փառքդ շատ։ Իմ գերդաստանին ծուղ շարունակող պարգևեցիր։ Թող որ բարուն մեծանան եւ խելացի ու գրագետ մարդ դառնա։ Եվ այս նարեկը թող որ պահապան լինի իմ որդուն։ Հայրը հեռանում է, ապա ներս է մտնում գերդաստանի ավագը, Մուրադ պապը, ելքը շուրթերին, դաշյունը ձեռքին։ Մենք աչտոմի զավակներ ենք չենք վախի, մանր մունար փորձանքներից չենք փախչի, մենք դեռ փոքրուց մի սիրել ենք հաճություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն, մենք դեռ փոքրուց մի սիրել ենք հաճություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն, Ամուր պահպանիր իմ գերդաստանն ու ընտանիքը, թող իմ թոռը լինի մեծ հայրենասեր, ֆիդայի, որ մեր հայ ազգը պահի ու պահպանի։ օրորոցայիններ, հայրենասիրական երգեր եւ այժմ մենք կերգենք իր երգածանքից մի հատված, մի երգ ձեզ համար, տեսեք աղավին։ Շատ գավառներից Հայրիկ Մուրադյանի ընտանիքը ևս ստիպված եղավ Շատախից գալ եւ 1915 թվականին տեղակայվել սկզբում Սալմաստում, այնուհետև վերադառնում են Վան եւ հետո նորից Իրան եւ վերջում Հայրիկ Մուրադյանը իր եղբայրն ու հորեղբայրը կարողանում են գալ արդեն բնակություն հաստատել Հայաստանում եւ 1921 թվականից սկսած նրանք արդեն բնակություն են հաստատում Վերին Արտաշատում։ Սովորելով ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Համալսարանում շփվում է հայտնի մտավորական Աչա Աճարյանի, Յուրի Ղամբարյանի, Արսեն Տետերյանի եւ ուրիշների հետ։ Տարիների ընթացքում ծավալվում են ղեկավար բնույթի աշխատանքներ եւ հերթական գործողություններից մեկի ժամանակ հանդիպում է մանկապարտեզի տնօրեն Սիրելի Աննային եւ ամուսնանը։ Հայրենական պատերազմի տարիներին մեկնում է ռազմաճակատ եւ այնտեղից վերադառնում պարգևատրվելով հայրենական պատերազմի շքանշանով եւ պատվոնշանով։ Հայրիկ Մուրադյանը ձայնագրվել է Հայաստանի ազգային ռադիոյում։ Նրա ձայնը հնչում բազմաթիվ հայկական ֆիլմերում։
1980 թվականին նրա եւ իր դուստր Մարո Մուրադյանի ջանքերով հիմնադրվում են ակումբ եւ Վան ազգագրական համույթները, որոնք նաեւ հետագայում մեծ ճանաչում են ունենում արտերկրում։ Գիտես տեսան Հայ ֆիլմի նկարանած Երգ հայրենի, Պետրոս Տուրյան, Վասպորականի պարերը վավերագրական ֆիլմերին։ Նրա ձայնագրություններով է ձևավորվել Երևանի Սնդուկյանի անվան Վիլյամ Սարյան եւ Խաղի այգի ներկայացումները։ Նաեւ նրա երկու երգերը լույս է տեսել Փարիզում աշխարհի ժողովների ֆոլկլորը շարքում։ Հայրիկ Մուրադյանը ձայնագրվել է շուրջ 200 երգ Հայաստանի Հանրապետության ազգային ռադիոյի ձայնադարանում, լինելով նաև մասնագիտությամբ պատմաբան, շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ է։ Գործը եւ ներդրումը հայկական երաժշտության պահպան մեջ իրոք մեծ էր եւ մինչ այսօր նրան շնորհիվ մենք շատ գանձ երգեր ունենք, որոնք եւ ես եւ սովորողները շատ սիրում ենք եւ կատարում ենք եւ դրանցից մեկն էլ մեր սիրելի խլբանեն է։ Այժմ կերկենք միասին։